Երբևէ զգացել եք, որ ձեր թոքերը կարծես լցված լինեն ծանր, մածուցիկ սոսնձով։ Կրծքավանդակի յուրաքանչյուր շարժում տրվում է դժվարությամբ, իսկ հազը դառնում է ձեր մշտական հյուծող ուղեկիցը, որը թույլ չի տալիս քնել ոչ ձեզ, ոչ էլ ձեր հարազատներին։ Դուք փորձում եք հասալով մաքրել կոկորդը, բայց խորխն այնքան խորն է նստած, որ թվում է, թե այն դարձել է ձեր օրգանիզմի մի մասը։ Նման պահերին մենք սովորության համաձայն վազում ենք դեղատուն և գնում վառ փաթեթավորմամբ թանկարժեք հոշարակներ, հրաշքի հույսով։ Բայց արդյոք այդ միջոցները հաճախ են ակնթարթային թեթևացում բերում։ Ամենայն հավանականությամբ ոչ։ Իսկ հիմա հիշեք 40 կամ 50 տարի առաջվա բժշկությունը։ Հայաստանի հին առողջարաններում և պրոֆիլակտորիումներում հին դպրոցի բժիշկները կարողանում էին մարդկանց ոտքի կանգնեցնել հաշված օրերի ընթացքում, օգտագործելով մեթոդներ, որոնք այսօր անարդարացիորեն մոռացված են։ Եվ մաքուր շնչառության ամենահզոր գաղտնիքներից մեկը թաքնված է սովորական խոհանոցային պահարանում։ Դա հասարակ կերակրի սոդան է։ Կթվար, թե ինչպես կարող է կոպեկներ արժեցող փոշին մրցել ժամանակակից արտադրանքների հետ։ Պատասխանը թաքնված է ֆիզիոլոգիայի հիմնարար սկզբունքներում, որոնք նկարագրված են դեռևս այն ժամանակվա դասական բժշկական տեղեկատուներում։ Բարձրագույն կարգի բժիշկները գիտեին, որ լճացած լորձը դուրս բերելու համար անհրաժեշտ է փոխել ձեր բրոնխներում միջավայրի քիմիան։ Սոդան ստեղծում է մեղմ ալկալիական մթնոլորտ, որը բառացիորեն կտրում է մածուցիկ խորքի մոլեկուլային կապերը, այն խիտ սոսնձից վերածելով թեթև հեղուկի։ Սա պարզապես ժողովրդական իմաստություն չէ։ Սա ճշգրիտ հաշվարկ է, որը թույլ էր տալիս մարդկանց ազատվել ամենահին հազից ընդամենը մեկ երեկոյի ընթացքում։ Այսօր ես ձեզ կբացահայտեմ ինհալյացիայի, ներշնչման այն իսկական ալգորիթմը, որը կիրառվում էր նախորդ դարի լավագույն բուժարաններում։ Մենք ոչ միայն պարզապես գոլորշի կշնչենք, այլև կսովորենք դա ճիշտ անել, որպեսզի ալկալիական լուծույթի յուրաքանչյուր մոլեկուլ հասնի ձեր թոքերի ամենահեռավոր հատվածներին։ Պատրաստվեք, որովհետև արդեն վաղը առավոտյան դուք կկարողանաք անել ձեր առաջինը երկար ժամանակ անցած։ Իսկապես խորը և ազատ շունչ քաշել, զգալով անհավանական թեթևություն կրծքում և կենսական ուժերի հոսք։ Մինչև բուն բաղադրատոմսին անցնելը ինձ համար շատ կարևոր է իմանալ ձեր փորձը։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչն եք ավելի հաճախ ընտրում՝ ժամանակի ընթացքում ստուգված ժողովրդական մեթոդները, թե ժամանակակից դեղատնային միջոցները։ Եվ մի մոռացեք հավանել, լայքել այս տեսանյութը, եթե գնահատում եք առողջության վերաբերյալ անկեղծ խորհուրդները։ Ինչպես է սա աշխատում։ Հասկանալու համար, թե ինչու է այս պարզ մեթոդն այդքան արդյունավետ աշխատում, մենք պետք է մի պահ նայենք մեր օրգանիզմի ներսը և խնդրին նայենք ֆիզիոլոգի աչքերով։ Իրականում այստեղ ոչ մի մոգություն չկա, միայն մաքուր քիմիա և կենսաբանության օրենքներ, որոնք հայկական հին դպրոցի բժիշկներն անգիր գիտեին։ Երբ մեր թոքերում և բրոնխներում սկսվում է բորբոքային գործընթաց, պաշտպանիչ լորձը, որը մենք անվանում ենք խորխ, փոխում է իր բաղադրությունը։ Այն դառնում է խիտ, մածուցիկ և ձեռք է բերում թթվային միջավայր։ Նման վիճակում օրգանիզմի մաքրման բնական մեխանիզմները պարզապես դադարում են գլուխ անել։ Մեր թոքերը ներսից պատված են մանրագույն թավիկներով, որոնք կոչվում են թարչավոր էպիթել։ Առողջ վիճակում դրանք անընդհատ շարժվում են, դուրս մղելով ամեն ավելորդ բան։ Բայց երբ խորխը դառնում է չափազանց ծանր և թթվային, այդ թավիկները բառացիորեն քարանում են, հայտնվելով կպչուն փարի հաստ շերտի տակ։ Եվ հենց այստեղ ասպարեզ է գալիս սովորական կերակրի սոդան կամ նատրիումի բիկարբոնատը։ Սոդան ալկալի է։ Երբ ալկալիական լուծույթի մանրագույն մասնիկները տաք գոլորշու հետ միասին թափանցում են շնչառական ուղիներ, տեղի է ունենում չեզոքացման ակնթարթային ռեակցիա։ Ընկնելով մածուցիկ արտադրության վրա, սոդան սկսում է քայքայել մուկոպոլիսախարիդների բարդ մոլեկուլային կապերը։ Սրանք հենց այն նյութերն են, որոնք լորձը դարձնում են սոսնձի պես խիտ։ Ալկալին բառացիորեն մանր կտորների է բաժանում այս ցանցը։ Արդյունքում խորխը արագորեն ջրիկանում է, մեծանում է ծավալով և կորցնում իր կպչունությունը։ Բայց սա դեռ գործի կեսն է։ Ամենակարևորը տեղի է ունենում հետո։ Հենց որ բրոնքներում միջավայրը թթվայինից փոխվում է թույլ ալկալիականի, էպիթելի այն նույն քարացած թավիկները կենդանանում են։ Դրանք սկսում են աշխատել 3 անգամ ավելի ակտիվ, վերցնելով ջրիկացած լորձը և ուղղելով այն դեպի ելք։ Հենց այդ պատճառով ճիշտ իրականացված սոդայով ինհալացիայից հետո մարդը սկսում է ակտիվորեն հազալ։ Սա ոչ թե վիճակի վատ թարացում է, այլ ձեր թոքերի երկար սպասված գլխավոր մաքրման գործընթացը։
ի տարբերություն բազմաթիվ ժամանակակից օշարակների, որոնք նախ պետք է անցնեն ստամոքսի միջոցով, ներծծվեն արյան մեջ եւ միայն դրանից հետո հասնեն թոքերին, ինհալացիան գործում է ակնթարթային եւ կետային։ Դուք ակտիվ նյութը հասցնում եք անմիջապես խնդրի էպիկենտրոն։ Տեղական բժշկական ինստիտուտներում այս մեթոդը անվանում էին ուղիղ մուկոլիտիկ ազդեցություն։ Այն ժամանակվա պրոֆեսորներն ընդգծում էին, որ բորբոքման գոտում ալկալիական ռեզերվի ստեղծումը ոչ թե օգնում է դուրս բերել լորձը, այլև ճնշում է բազմաթիվ ախտածենի բակտերիաների կենսագործնեությունը, որոնք պարզապես չեն հանդուրժում ալկալիական միջավայրը։ Սա հուսալի հիմք է, որի վրա կառուցվում է արագ ապաքինումը, ստուգված տասնամյակների հաջող բժշկական պրակտիկայով։ 3 ճակատագրական սխալներ։ Նախքան ես կբացահայտեմ ձեզ գործողությունների ճշգրիտ ալգորիթմը, մենք պարտավոր ենք վերլուծել 3 ճակատագրական սխալներ, որոնք կարող են այս հզոր միջոցը վերածել վտանգավոր փորձության ձեր օրգանիզմի համար։ Շատ մարդիկ, ձգտելով արագ արդյունքի, մոռանում են անվտանգության կանոնների մասին, եւ հենց այստեղ է թաքնված անհաջողությունների մեծ մասի պատճառը։ Եռման ջրի օգտագործում։ Առաջին եւ ամենատարածված սխալը եռման ջրի օգտագործումն է։ Հիշեք մեկ ընդմիշտ, գոլորշին ոչ մի դեպքում չպետք է այրի։ Եթե դուք կռանում եք կաթսայի վրա անմիջապես եռացող պղպջակներ արձակող ջրի վրա, դուք ռիսկի եք դիմում ստանալ շնչառական օղիների լորձաթաղանթի ծանրագույն ջերմային այրվածք։ Թեթևացման փոխարեն դուք կստանաք ուժեղագույն այտուց, որը միայն կբարդացնի իրավիճակը եւ կփակի թթվածնի բնականոն մուտքը։ Ջուրը պետք է լինի տաք, մոտավորապես 75 կամ 80 աստիճան, բայց ոչ երբեք 100 աստիճան։ Անպայման թողեք, որ այն մնա եռալուց հետո 5 կամ 7 րոպե, նախքան պրոցեդուրան սկսելը։ Սոդայի չափազանց մեծ կոնցենտրացիան։ Երկրորդ սխալը սոդայի չափազանց մեծ կոնցենտրացիան է։ Ժողովրդի մեջ կա վտանգավոր մոլորություն, թե որքան շատ փոշի լցնենք, այնքան ավելի արագ եւ արդյունավետ դուրս կգա խորքը։ Դա բացարձակապես այդպես չէ։ Եթե լուծույթը չափազանց թունկ անեք, ալկալին կսկսի ագրեսիվորեն խոնավություն քաշել ձեր իսկ առողջ բջիջներից, ինչը կհանգեցնի կոկորդի չորացման եւ գրգռման։ Մեղմ մաքրման փոխարեն դուք կստանաք տանջալից չոր հազ եւ քորի զգացում, որը չի անցնի մի քանի օր։ Բժշկության ոսկե կանոնն ասում է. 1 թեյի գթալ առանց բլրակի, ոչ լիքը 250 մլ ջրի դիմաց։ Այս քանակությունը միանգամայն բավարար է բուժական էֆեկտի հասնելու համար։ Սխալ վարքագիծ պրոցեդուրայից հետո։ Երրորդ սխալը վերաբերում է պրոցեդուրայի անցկացման ժամանակին եւ ձեր վարքագծին անմիջապես դրանից հետո։ Շատերը կարծում են, որ պետք է շնչել գոլորշու վրա որքան հնարավոր է երկար, բառացիորեն մինչև ուժասպառ լինելը։ Իրականում 10 կամ 12 րոպեն միանգամայն բավարար է չաթահաս մարդու համար։ Բայց ամենակարևորն այն է, թե ինչ եք անում հետո։ Ահռելի սխալ է անմիջապես դուրս գալ սառը օդի, բացել պատուհանները օդափոխության համար կամ սկսել բարձրաձայն խոսել։ Ձեր անոթներն այդ պահին առավելագույնս լայնացած են, լորձաթաղանթը բաց եւ խոցելի։ Եթե ինհալյացիայից անմիջապես հետո որոշեք դուրս գալ պատշգանի կամ երկար խոսել հեռախոսով, կարող եք հրահրել կտրուկ սպազմ կամ կրկնակի բորբոքում։ Պրոցեդուրայից հետո անհրաժեշտ է առնվազն 40 կամ 50 րոպե անցկացնել լիակատար հանգստի մեջ, փաթաթված տաք վերմանկով եւ պահպանելով լռության ռեժիմը։ Այդ ժամանակը կենսականորեն անհրաժեշտ է ձեր օրգանիզմին ինքնամաքրման խորը գործընթացը գործարկելու համար, որը մենք նոր նախաձեռնեցինք տաք ալկալիական գոլորշով։ Ոսկե բաղադրատոմսի պատրաստումը։ Այժմ մենք անցնում ենք ամենակարևոր փուլին, հանուն որի դուք դիտում եք այս տեսանյութը։ Հիմա ես քայլ առ քայլ կնկարագրեմ ձեզ այն նույն ոսկե բաղադրության պատրաստման գործընթացը, որն օգտագործում էին մեր հայ տատիկներն ու պապիկները, թոքերի արագ մաքրման համար։ Խնդրում եմ լսեք ուշադիր, չէ որ այս գործում մանրուքներ չեն լինում։ Նախ պատրաստեք անհրաժեշտ ամեն ինչ։ Ձեզ անհրաժեշտ կլինի մոտ 1 լիտր ծավալով խորը կերամիկական կամ ապակե թաս։ Մետաղական սպասք ավելի լավ է չօգտագործել, ավելորդ քիմիական ռեակցիաներից խուսափելու համար։ Պատրաստեք նաև մեծ խավոտ սրբիչ, մախրովի, որը լավ կպահպանի ջերմությունը։ Առաջին քայլը ջրի պատրաստումն է։ Թեյնիկի մեջ լցրեք մոտ 500 կամ 700 մլ մաքրուր զտված ջուր։
Հասցրեք այն եռման աստիճանի, բայց թույլ մի տվեք, որ այն չափազանց երկար բուռն եռա։ Հենց որ թեյնիկը եռա, անջատեք այն եւ բացեք կափարիչը։ Հիմա համբերատար եղեք։ Դուք պետք է սպասեք ուղիղ 7 կամ 8 րոպե։ Այդ ընթացքում ջերմաստիճանը կիջնի մինչև իդեալական 75 կամ 80 աստիճան։ Դա խիստ կարևոր է, որպեսզի գոլորշին լինի բուժիչ, ոչ թե այրող։ Քանի դեռ ջուրը հովանում է, վերցրեք սովորական կերակրի սոդա, ստուգեք, որ այն լինի թարմ, առանց կողմնակի հոտերի և գնդիկների։ Երբ ջուրը փոքր-ինչ հովանա, լցրեք այն ձեր պատրաստած թասի մեջ։ Այժմ վրա է հասնում վճռորոշ պահը։ Վերցրեք սովորական թեյի գդալ և վերցրեք սոդան այնպես, որ այն հավասար լինի գդալի եզրերին, այսինքն բացարձակապես առանց բլրակի։ Դանդաղ լցրեք սոդան տաք ջրի մեջ։ Դուք կլսեք բնորոշ թշշոց։ Սկսվեց ածխաթթու գազի անջատման ռեակցիան, որն էլ մեզ հենց պետք է։ Ուշադիր խառնեք փոշին մինչև լիովին լուծվելը, մինչև ջուրը նորից դառնա թափանցիկ։ Այդ պահին լուծույթը դառնում է քիմիապես ակտիվ և պատրաստ տալու իր օգտակար հատկությունները ձեր բրոնխներին։ Ներշնչման ճիշտ տեխնիկան։ Նախքան սկսելը, տանը գտեք ամենահարմար տեղը, որտեղ միջանցիկ քամիներ, սկովոզնյակներ չկան։ Թասը դրեք կայուն սեղանի վրա։ Նստեք այնպես, որ ձեր մեջքը լինի ուղիղ, իսկ կրծքավանդակը հնարավորինս բաց։ Դա կապահովի անխոչնդոտ ճանապարհ բուժիչ գոլորշու համար։ Հավաքեք մազերը, հանեք ակնոցը և պատրաստվեք գործընթացի մեջ ամբողջական սուզվելուն։ Հիշեք, որ առաջիկա 10 րոպեներին շրջակա աշխարհը կդադարի գոյություն ունենալ։ Կմնաք միայն դուք և ձեր շնչառությունը, որն ամեն վայրկյան կդառնա ավելի թեթև ու մաքուր։ Մենք պատրաստեցինք հիմքը, և այժմ ես ձեզ կսովորեցնեմ ներշնչման հատուկ տեխնիկա, որն այս ալկալիական հոսքը կուղղի ձեր թոքերի ամենախորքերը։ Այժմ, երբ ձեր լուծույթը պատրաստ է և նրանից բխում է մեղմ բարերար ջերմություն, գալիս է մեր ծեսի ամենապատասխանատու մասի ժամանակը։ Խնդրում եմ, ծածկվեք սրբիչով այնպես, որ ստեղծեք հարմարավետ բոժոժ, բայց թողեք փոքրիկ ճեղք, մաքուր օդի մուտքի համար։ Դա կարևոր է, որպեսզի ձեզ հարմարավետ զգաք և գերտաքացում չստանաք։ Ձեր դեմքից մինչև ջրի մակերեսը հեռավորությունը պետք է լինի մոտավորապես 25 կամ 30 սանտիմետր։ Երբեք մի իջեք չափազանց ցածր։ Ձեր խնդիրն է շնչել բուժիչ գոլորշին, այլ ոչ թե այրել դեմքի նուրբ մաշկը կամ լորձաթաղանթը։ Փակեք աչքերը և կատարեք առաջին շատ դանդաղ ու զգույշ ներշնչումը բերանով։ Պատկերացրեք, թե ինչպես են ալկալիական լուծույթի տաք խոնավ մասնիկները սահուն իջնում վար, անցնելով կոկորդով և հայտնվելով ձեր բրոնխների ամենամանր ճյուղավորումներում։ Ձեր շնչառությունը պետք է լինի բացարձակապես հանգիստ և ռիթմիկ։ Եթե զգում եք, որ կոկորդում սկսվել է թեթև քոր կամ հանկարծ ցանկանում եք հազալ, հիանալի նշան է։ Սա ազդանշան է այն բանի, որ սոդան սկսել է իր աշխատանքը և լճացած խորխը վերջապես շարժվել է տեղից։ Մի զսպեք այդ մղումը, բայց աշխատեք հազամ մեղմ, առանց լարվելու։ Իսկ հիմա մենք կկիրառենք այն նույն գաղտնի տեխնիկան խորը արտաշնչում անվանումով, որը խստորեն խորհուրդ էին տալիս հին դպրոցի բժիշկները, առավելագույնս արդյունավետ մաքրման համար։ Լսեք ուշադիր և կրկնեք։ Արեք խորը, լիարժեք ներշնչում բերանով 4 հաշվով, աշխատելով փկել որովնակը, ոչ թե միայն կրծքավանդակը։ Ապա պահեք շնչառությունը ընդամենը 2 վայրկյանով, թույլ տալով սոդայի մասնիկներին նստել ձեր բրոնխների պատերին և սկսել քիմիական ռեակցիան՝ լորձի ջրիկացումը։ Եվ դրանից հետո կատարեք կտրուկ, ինտենսիվ արտաշնչում բերանով, կարծես ուզում եք փկել և հանգցնել մոմը, որը գտնվում է ձեզանից շատ հեռու։ Հենց օդի այս հզոր հոսքն է, ջրիկացած ալկալիով միասին, օգնում բառացիորեն դուրս մղել ամեն ավելորդ բան ձեր թոքերի ամենաստորին և դժվար հասանելի հատվածներից։ Կրկնեք այսպիսի ցիկլ 5 կամ 6 անգամ անընդհատ, ապա վերադարձեք սովորական հանգիստ շնչառության 2 կամ 3 րոպեով, որպեսզի թույլ տաք օրգանիզմին հանգստանալ։ Ամբողջ պրոցեդուրան պետք է տևի 10-ից 15 րոպե չափահաս մարդու համար։ Մի շտապեք և մի փորձեք ներշնչել որքան հնարավոր է շատ գոլորշի միանգամից։ Այստեղ արդյունքի հասնում են ոչ թե ներշնչման ուժով, այլ ազդեցության մեղմությամբ և կանոնավորությամբ։ Գործընթացում դուք անպայման կզգաք, թե ինչպես է կրծքավանդակի սովորական դարձած ծանրությունը աստիճանաբար փոխարինվում հաճելի տարածվող ջերմությամբ և կաշկերտությունը անհետանում։
Եթե որևէ պահի զգաք թեթև գլխապտույտ, պարզապես մի ակնթարթ բարձրացեք սրբիչը, արեք մի քանի ներշնչում սենյակային սովորական օդով և շարունակեք պրոցեդուրան, երբ ձեր վիճակը լիովին կկարգավորվի։ Հիշեք, որ հիմա դուք կատարում եք ձեր մասին հոգ տանելու կարևորագույն գործողություն, վերադարձնելով ձեր թոքերին նրանց բնական մաքրությունը և ուժը։ Պրոցեդուրայից հետո և կարևոր նախազգուշացումներ։ Երբ ժամանակը սպառվի, միշտ տապեք վերադառնալ գործերին, դանդաղ հեռացրեք սրտիչը և պատրաստվեք վերջնական փուլին, որը կամրապնդի ձեր հաջողությունը։ Այն բանից հետո, երբ ավարտեցիք ինհալացիան, գալիս է արդյունքի ամրապնդման խիստ կարևոր շրջանը։ Անմիջապես չորացրեք դեմքը չոր, փափուկ սրբիչով, որպեսզի հեռացնեք ավելորդ խոնավությունը և ուսերին գցեք որևէ տաք բան։ Ամենալավ որոշումը հիմա պարկելն է անկողնում, վերմակի տակ, առնվազն 40 կամ 50 րոպե։ Ձեր թոքերը հիմա առավելագույնս տաքացած են և բաց, ուստի զով օդի ցանկացած, նույնիսկ ամենափոքր հոսանք կարող է զրոյացնել բոլոր ջանքերը։ Աշխատեք այդ ժամանակ ընդհանրապես չխոսել, տալով ձայնալարերին և բրոնխներին լիակատար հանգիստ։ Մաքրման արդյունքն ապագայում ուժեղացնելու համար կարելի է լուծույթին ավելացնել մի փոքր պտղունց ծովի աղ։ Դա կստեղծի ծովային զեփյուրի էֆեկտ, որն էլ ավելի ակտիվորեն կվերացնի հյուսվածքների այտուցվածությունը։ Եթե դուք լավ եք տանում բնական բույրերը, ապա էվկալիպտի յուղի մեկ կաթիլը կօգնի ախտահանել շնչառական ուղիները, բայց եղեք չափազանց զգուշ չափաբաժնի հետ։ Մի մոռացեք նաև ներսից աջակցելու մասին։ Հանգստից հետո խմեք 1 բաժակ տաք ջուր կամ թույլ բուսական թեյ։ Դա կօգնի օրգանիզմին ավելի արագ դուրս բերել քայքայման արգասիքները, որոնք սկսել են լուծվել պրոցեդուրայի ընթացքում։ Հիշեք, որ ձեր թոքերի մաքրությունը ոչ միայն բուժական միջամտություններն են, այլև հոգատարություն այն օդի որակի նկատմամբ, որը դուք շնչում եք ամեն օր։ Պահպանեք չափավոր խոնավություն սենյակում, և ձեր բրոնխները կպատասխանեն ձեզ երախտագիտությամբ և երկար սպասված թեթևությամբ։ Սակայն չնայած այս մեթոդի ողջ օգտակարությանը, ես պարտավոր եմ ձեզ հիշեցնել այն դեպքերի մասին, երբ արժե ձեռնպահ մնալ պրոցեդուրայից։ Ամենագլխավոր կանոնը՝ երբեք ինհալացիա մի արեք մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում։ Եթե ձեր ջերմաչափի վրա 37.5 կամ ավելի է, ցանկացած ջերմային պրոցեդուրաներ խստիվ արգելվում են, քանի որ դրանք կարող են հրահրել ջերմության էլ ավելի մեծ աճ և մեծացնել ծանրաբեռնվածությունը սրտի վրա։ Նաև սոդայով ինհալացիաները խորհուրդ չեն տրվում լուրջ հիվանդություններ ունեցող մարդկանց, սրտանոթային համակարգի, ծանր հիպերտոնիայի կամ հաճախակի քթային արյունահոսությունների հակում ունեցողներին։ Եթե ձեզ մոտ ախտորոշված են թոքերի քրոնիկական հիվանդություններ սուր սրացման փուլում, անպայման քննարկեք այս մեթոդի կիրառումը ձեր բուժող բժշկի հետ։ Հիշեք, որ երեխաների համար ազդեցության ժամանակը պետք է կրճատվի 2 անգամ, իսկ բուն պրոցեդուրան պարտադիր պետք է անցնի մեծահասակների աչալուրջ վերահսկողության ներքո։ Ձեր առողջությունը բարձրագույն արժեք է, ուստի միշտ ականջ դրեք ձեր օրգանիզմի ազդանշաններին։ Եթե զգաք կտրուկ անհանգստություն, դիսկոմֆորտ, անմիջապես դադարեցրեք գործընթացը։ Հուսով եմ, այս պարզ և ժամանակով ստուգված եղանակը կվերադարձնի ձեզ ազատ շնչելու ուրախությունը և կօգնի ընդմիշտ մոռանալ կրծքում ծանրության զգացման մասին։ Մի մոռացեք կիսվել այս տեսանյութով մտերիմների հետ, չէ որ առողջության մասին հոգ տանելը լավագույն նվերն է։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք երկարակետության նոր բաղադրատոմսերը։ Գրեք մեկնաբանություններում, թե որքան արագ զգացիք թեթևացում։ Դրեք լայք, եղեք առողջ և շնչեք լիարժեք։ Մինչ նոր հանդիպում հաջորդ թողարկումներում։